Հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Թեժ քննարկում ազգային ժողովում, ինչն այս անգամ պայթեցրեց իշխանության եւ ընդդիմության վեճը։ Գարեգին երկրորդի եւ 6 բարձրաստիճան հոգեվորականների գործը նոր դատավորի է մակագրվել։ Ով է ստանձնել աղմկահարույց գործը եւ ինչու էր նախորդը ինքնաբացարկ հայտնել։ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը ըստ նախնական տվյալների ծնվել է օգոստոսի 10-ին եւ ոչ հիվանդանոցային պայմաններում, ինչ է պատմել երեխային առաջինը հայտնաբերած տղամարդը։ Տարեց մարդը կարող է շարունակել ապրել իր տանը եւ դրա դիմաց ամեն ամիս գումար ստանալ բանկից, ինչ է հետադարձ հիփոթեկը։ ԱՄՆ նախագահը Իրանի հարցում 3 սցենար է ներկայացրել, որ ճանապարհով է պատրաստվում շարժվել Վաշինգտոնը։ Ազգային ժողովում այսօր շարունակվել է 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը։ Օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն էր։ Նախ պատգամավորները քննարկել են պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը։ Քաղաքացիական պայմանագիրն այդ պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանին։ Նրա թեկնածության քննարկումն արդեն ավարտվել է։ Այնուհետև խորհրդարանն անցել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի քննարկմանը։ ՔՊ-ն այդ պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանին, որի թեկնածությունը ներկայացրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արամ Եղոյանը։ Ներողություն, Արման Եղոյանը։ Ջուլհակյանի խոսքով հանձնաժողովի առաջիկա կարևոր աշխատանքներից մեկը նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումների կազմակերպումն է։ Նրա խոսքով Հայաստանը պետք է ունենա այնպիսի սահմանադրություն, որի իրական հեղինակը ժողովուրդը կլինի։ Սակայն քննարկումն անցել է բավական լարված մթնոլորտում։ Գրքերը հատկապես թեժացել են այն բանից հետո, երբ Արուսյակ Ջուլհակյանը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին հիշատակել է նրա աշխարհիկ անունով։ Թե ինչ արձագանքներ են հնչել խորհրդարանում եւ ինչպես է անցել բանավեճը, ռեպորտաժում։ Ինչ վերաբերում է Կտրիչ Ներսիսյանին, խնդրում եմ այստեղ քաղաքական ակցիաներ։ Ես չեմ պատասխանում։ Երբ ԿՊԱ-ական Արուսյակ Ջուլհակյանն ասաց Կտրիչ Ներսիսյան, ազգային ժողովում գրքերը կրկին թեժացան։ Ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին ու տեղերից արձագանքել։ Փորձում էր միջամտել ազգային ժողովի փոխնախագահ Կոնջորյանը։ Տիկին Ջուլհակյան, խնդրում եմ մի րոպե։ Հարգելի գործընկերներ, երբ որ հնչեցնում եք հարցեր, ենթադրվում է, որ այդ հարցերին հնչելու են պատասխաններ, որոնք որ գուցե ձեր ճաշակին, ցանկություններին եւ քիմքին հաճո չէ։ Ուժեղ Հայաստանից Արեգ Հովսեփյանը հիշեցրեց, չեն առաջնորդվում հաճոյանալու սկզբունքով։ Գոյություն ունի փաստաթուղթ, որտեղ արձանագրված է Գարեգին երկրորդ։ Տիկին Ջուլհակյան, օրինակ, ես ձեզ չեմ դիմում տիկին Պողոսյան, որովհետև դուք տիկին Ջուլհակյան եք ձեր անձնագրով եւ առհասարակ տարակուսելի կլինի պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուն չհարգի փաստաթուղթը անձնագիրը, որով որ Գարեգին երկրորդ է գրված, այսինքն հենվելով փաստաթղթի վրա նաեւ այդպես է։ Սա քաղաքական ճաշակ չէ, սա փաստաթղթի արձանագրում է եւ դրա մասին բարձրաձայնում։ Վեճը կամ բանավեճը շարունակվեց այնքան, որ ազգային ժողովի նախագահ Ռուբինյանը շտապ վերադարձավ դահլիճ։ Եթե դուք շարունակեք նման պահվածքը, ոչ ավել, ոչ պակաս, քաղաքացիական պայմանագիրը ցանկացած դեպքում, երբ որ դուք կասեք մի բան, որը կվիրավորի մեր բանականությունը, իսկ դուք որոշակի անձի, երբ որ անվանում եք որոշակի կոչումով, դա վիրավորում է մեր բանականությունը։ Մենք ճշգրիտ նույն պահվածն ենք ցուցաբերելու, ոչ ավել, ոչ պակաս։ Խորհրդարանն այսօր հանձնաժողովների նախագահներ է ընտրում։ ՊԱԿ-ական Արուսյակ Ջուլհակյանը, որն աշխարհի կանոնով է դիմում Գարեգին երկրորդ կաթողիկոսին, հավակնում է դառնալ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը համաձայներ Ջուլհակյանի այն մտքին, որ սահմանադրական արժեքները պետք է իրականություն դառնան, ընդգծելով, որ դժվար է իրավական ու ժողովրդավարական պետություն պատկերացնել այնտեղ, որտեղ ոտնահարվում է հանրային ինստիտուտների տարանջատման սկզբունքը։ Բայց քիչ առաջ դուք ինքներդ ձեզ հայ առաքելական եկեղեցու համատեքստում
բառից բուն իմաստով դուք ինքներդ խախտեցիք ձեր տված խոստումը, հանձնառությունը, որը իրականում պարզապես սահմանադրական պահանջ է։ Այնուհետև հիշեցրեց, որ հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը երաշխավորված է սահմանադրությամբ եւ օրենքով, իսկ իշխանությունների վարքագիծը քաղաքական հալածանք է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ հակասում է սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցու ինքնավարության ու պետությունից տարանջատման սկզբունքներին։ Հայաստանում կա գործում են կոնվենցիոն սկզբունքներ, որոնցից մեկը անմեղության կանխավարկածն է, որը շատ հեշտությամբ հենց այս պահին դուք ոտնահարեցիք։ Ձեր վարքը քաղաքական մեծամասնության եւ ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարքը ընդհանրապես քաղաքական վրեժխնդրությունն է, որը այսպես հրավառության ենթարկվեց։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը սահմանադրության նոր տեքստի վերաբերյալ հստակ պատասխաններ ակնկալում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանից։ Ես ուզում եմ շատ հստակ ասեք, արդյոք այդ նոր տեքստի մեջ, որը հայ ժողովուրդը չի տեսել, անկախության հռչակագրին հղումը հանված է, թե ոչ։ Ժամկետների մասով ինչու են այդ փոփոխությունները տեղի ունենում։ Մարտի 1-ին պետք է հրապարակվեր, հիմա ասում եք մինչև տարվա վերջ, ինչ հանգամանքներով պայմանավորված է այդ փոփոխությունը։ Նոր սահմանադրության նախագծի շուրջ բանավեճը շարունակվեց արդեն դրա բովանդակության եւ ընդունման ճանապարհի շուրջ։ Ջուլհակյանը հստակեցրեց, նոր տեքստի նախաբանում անկախության հռչակագրին հղում չի լինելու, դա պայմանավորելով նոր սահմանադրություն գրելու անհրաժեշտությամբ։ Գրիգորյանն էլ արձանագրեց, ընդդիմությունը դեմ է լինելու նախագծին եւ հարց բարձրացրեց։ Այդ դեպքում իշխանությունն ինչ իրավական ճանապարհ է տեսնում այն հանրաքվեի հասցնելու համար։ Սահմանադրության շուրջ բանավեճից հետո ազգային ժողովը շարունակեց նիստը, որի օրակարգում հենց հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումն ու ընտրությունն է։ Իդեպ ամենայն հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործը մակագրվել է նոր դատավորի։ Դատալեքսի տվյալներով գործը կքննի Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը։ 29-ամյա Ռուշանյանը դատավոր է նշանակվել 2023 թվականին, մինչ այդ նա աշխատել է Արդարադատության նախարարությունում, իսկ 2017-ից 20 թվականներին ղեկավարել է Արդարադատություն և իրավունքի գերակայություն հասարակական կազմակերպությունը։ Նոր դատավորը դեռ չի նշանակել գործով հաջորդ նիստի օրը։ Դատալեքսում հրապարակվել է նաև նախորդ շաբաթ գործը քննելուց հրաժարված դատավոր Հակոբ Մանուկյանի բացատրությունը։ Մանուկյանը նշել է, որ 2021 թվականին սովորել է Փաստաբանական ակադեմիայում, իսկ այդ ժամանակ գործով կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը եղել է Փաստաբանների պալատի նախագահ և որակավորման հանձնաժողովի նախագահ։ Դատավորի խոսքով փաստաբանական արտոնագիրը բանավոր քննությունից հետո իրեն տրամադրել է հենց Զոհրաբյանը։ Սահմանադրության թեման այսօր քննարկվել է նաև Մոսկվայում։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը խոսել է Հայաստանի եվրոպական ուղղությամբ հնարավոր շարժի մասին և այդ հարցը կապել Հայաստանի սահմանադրության հետ։ Գալուզինի խոսքով սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ վերազգային միջազգային կազմակերպությանն անդամակցելու հարցով հանրաքվեն պետք է նախաձեռնվի Հայաստանի կառավարության կողմից։ Եվրոպական միությանը միանալու գործընթացի սկսման մասին օրենքի շուրջ 2025 թվականի քննարկումների ժամանակ հայկական կողմը պնդում էր, որ դրա ընդունման համար հանրաքվե անհրաժեշտ չէ։ Պատճառաբանությունն այն էր, որ օրենքը պարզապես քաղաքական հռչակագիր է եւ ինքնին որևէ պարտավորություն չի ստեղծում։ Այժմ էլ մենք լսում ենք, որ հունիսյան ընտրության արդյունքներն արդեն իսկ ցույց են տվել Հայաստանում եվրոպական ուղղության եւ եվրոպական նորմերի ու կանոնների ներդրման համազգային աջակցություն կա։ Հետևաբար, ըստ այս տրամաբանության հանրաքվեի անհրաժեշտություն նույնպես չկա։ Սակայն նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը այս հարցի վերաբերյալ տարբեր, երբեմն էլ իրար հակասող հայտարարություններ էր անում։ Նա նաև խոստովանում էր, որ Հայաստանին ԵՄ-ին անդամակցելու հրավեր դեռևս չի եղել եւ որ հնարավոր է Հայաստանը երբեք էլ չդառնա Եվրամիության անդամ։ Ռուսաստանցի պաշտոնյան միաժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ կազմաժողովում կարող է քննարկվել Հայաստանի ձայնի իրավունքը սահմանափակելու հարցը։ Նրա խոսքով նման որոշում կարող է ընդունել ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհուրդը։ Երևանի ՀԱՊԿ-ի աշխատանքներին չմասնակցելը եւ կազմակերպության բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է, որ Հայաստանը պարզապես չի օգտագործում իրեն վերապահված որոշ իրավունքներ։
Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը ազատվում է ՀԱՊԿ-ի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից, այդ թվում կազմակերպության բյուջեին իր տարեկան վճարը ժամանակին փոխանցելու պարտավորությունից։ Միջազգային ցանկացած կազմակերպությունում նման իրավիճակների համար կան հստակ ընթացակարգեր, որոնք սահմանված են հիմնարար փաստաթղթերով, ՀԱՊԿ-ը բացառություն չէ։ Մոսկվայից հնչած այս հայտարարություններին արդեն արձագանքել է հայկական կողմը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության падգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանը ի գիտություն կընդունի ՀԱՊԿ գործընկերների որոշումը եւ կհետեւի հետագա զարգացումներին։ Ոչ Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, Հայաստանը այսպես հայտարարել է արդեն տարիներ, մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ ըստ էության հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Մենք կհետևենք զարգացումներին, ինչպես դուք նշեցիք, հարցում կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների կողմից կայացված որոշման հետ կապված, ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, գիտեք, որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը եւ այդ խնդիրները ըստ էության չեն լուծվել մինչեւ օրս։ Մենք չենք տեսել որևէ նույնիսկ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը նույնիսկ դատապարտեր 2022-2023 թվականներին տեղի ունեցած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Երեկ Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ նորածին երեխա է հայտնաբերվել։ Փոքրիկի առողջական վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունից հայտնել են, որ նորածին լքած մայրը դեռ չի հայտնաբերվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխային առաջինը նկատել է Աջափնյակի բնակիչ Նարեկ Պետրոսյանը։ Թե ինչ է պատմել երեխային առաջինը հայտնաբերած տղամարդը, ռեպորտաժում։ Երբ Նարեկը այգում գտավ փոքրիկին, անգամ պորտալարը կտրված չէր, 2-3 ժամ առաջ էր ծնվել։ Օգոստոսի 10-ի երեկոյան Հալաբյան 13 շենքի մոտակայքում բնակիչները երեխայի լացի ձայն են լսել, իրար անցել։ Նարեկն է առաջինը մոտեցել նորածնին։ Մոտիկացա այդ հատվածում, տեսա ազյալը, մի բա ուզում էի ոտքով խփեի, ասի կարող ոնց որ շանձակ քնի, բան պարկաստով չխփեցի այդ պահին։ Կարացա ազյալը բացեցի, տեսա նորածին երեխա է իրոքից, երեխուն նույն պահին գրկել եմ ու ամենջապես զանգել եմ շտապօգնություն։ Շտապօգնությունը բավական արագ է հասել, 5 րոպեում։ Փոքրիկին միանգամից հիվանդանոց տեղափոխել, բայց Նարեկը հասցրել է 1 լուսանկար անել աղջնակից։ Մենք հստակորեն կարող ենք ասել, որ երեխան ծնվել է ամսի 10-ին։ Պորտալարի թարմությունը հաշվի առնելով կարելի ասել, որ երեխան 3, 4, 5, մաքսիմում 6 ժամվա ծնված երեխա պետք է լիներ։ Օգոստոսի 10-ի երեկոն բավականին սառն էր Երևանում։ Գետնին սառը թիթեղների արանքում դրված երեխայի համար բժշկի խոսքով սա կարող էր մահացու լինել։ Նորածնի մարմնի ջերմաստիճանը նվազել էր, ասել 30-ի։ Ըստ պրոտոկոլի հիպոթերմիայով նորածիններին պետք է ժամական կես աստիճանով ջերմաստիճանը բարձրացնել, այդպես էլ արել ենք եւ առավոտյան կողմ արդեն երեխայի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, դա մեր համար 36.7 աստիճանն է։ Կային նաեւ շնչական անբավարարության որոշ նշաններ, հիմա երեխան CPAP համակարգի տակ է, այլ բան չենք նկատել, բնական է եւ լավ է, որ բռնության նշաններ երեխայի վրա չկան։ Մտածում ենք, որ որևէ ֆորս մաժորային իրավիճակի բացակայության դեպքում երեխան կբուժվի։ Աղջնակը 2250 գրամ է, հասակը 40 սանտիմետր։ Նրան դեռ անուն չեն տվել։ Բժիշկն ասում է, եթե նախկինում նման դեպքերում հիվանդանոց անուն տալիս, վերջին տարիներին դա սոցիալական ծառայության պարտականությունն է։ Բժշկի պնդմամբ նման դեպքերում հաճախ են լինում մարդիկ, ովքեր երեխային հիվանդանոցից որդեգրելու ցանկություն են հայտնում, բայց երեխան դեռ բուժման փուլում է։ Ըստ կարգի նա
կտեղափոխվի մանկատուն, որից հետո միայն կկարողանան որդեգրել նրան։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, ոստիկանները ուսումնասիրում են տարածքի տեսախցիկների տեսագրությունները երեխային շենքի մոտ դրած անձին հայտնաբերելու համար։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանում փոխադարձ հիփոթեկի նոր մեխանիզմը օրենքով արդեն ընդունվել է եւ ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, բայց ինչ է իրենից ներկայացնում հետադարձ հիփոթեկը։ Պատկերացրեք, տարեց մարդը տուն ունի, բայց թոշակը բավարար չէ առօրյա ծախսերը հոգալու համար։ Տունը վաճառել էր չի ցանկանում, քանի որ հենց այդտեղ է նա ապրում։ Հետադարձ հիփոթեկը նրան հնարավորություն է տալիս իր տան դիմաց բանկից պարբերաբար գումար ստանալ առանց տունը վաճառելու եւ այնտեղ ապրելու իրավունքը կորցնելու։ Սակայն կարևոր է հասկանալ, բանկը այդ գումարը պարզապես չի նվիրում։ Ամեն ամիս ստացած գումարը կուտակվում է եւ ավելանում է բանկի նկատմամբ ունեցած պարտքին, այսինքն, որքան երկար մարդը գումար է ստանում, այնքան մեծանում է պարտքը։ Իսկ մարդու մահից հետո ինչ է տեղի ունենում։ Ինչ պետք է անեն ժառանգները, եթե ցանկանում են պահպանել տունը, ռեպորտաժում։ Տարեց մարդը կարող է չվաճառել իր տունը, շարունակել ապրել այնտեղ, բայց դրա դիմաց ամեն ամիս գումար ստանալ։ Թվում է լավ տարբերակ է, բայց այդ գումարը նվեր չէ, այն պարտք է, որը ժամանակի ընթացքում ավելանում է։ Ու այստեղ ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե որքան գումար կստանա մարդը, այլ ինչ կլինի տան հետ հետո։ Հայաստանում հետադարձ հիփոթեկի նոր մեխանիզմը օրենքով արդեն ընդունվել է եւ ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Թեման ամիսներ շարունակ քննարկվում է։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նախագիծը ներկայացրել է դեռ ապրիլի 2-ի կառավարության նիստում։ Սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում բանակցելով բանկի հետ, որի բանակցության վերաբերյալ պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներում, հետադարձ այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիփոթեկով, պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը եւ թոշակառի տարիքում ստիպված չլինեն վաճառել իրենց սեփական գույքերը, տեղափոխվել։ Տունը վաճառելու փոխարեն սեփականատերը կարող է այն գրավադրել բանկին եւ դրա դիմաց ամեն ամիս գումար ստանալ, շարունակելով ապրել իր տանը, բայց այստեղ կարևոր տարբերություն կա։ Սովորական հիփոթեկի դեպքում մարդն է բանկից գումար վերցնում եւ հետո վերադարձնում։ Հետադարձ հիփոթեկի դեպքում հակառակը, բանկն է մարդուն պարբերաբար գումար տալիս։ Սակայն այդ գումարը նույնպես պարտք է։ Այն ամեն ամիս վերադարձնելու փոխարեն կուտակվում են տոկոսներ եւ պարտքն աստիճանաբար մեծանում է։ Պետությունը հնարավորություն է տալիս, որ իրենք բնակարաններ իրենք ապառիկ ձևով հանձնում են պետությանը, շուկայական գնով, պետությունը այդ գինը սկսում է իրենց վճարել։ Այսինքն իրենք այդ տունը մնում են ինչքան դեռ կենթանի են, ինչքան ուզում են ապրել, բայց իրենք ստանում են այն գումարը մաս, որ իրենց սկսել է տալիս ավելի հանգիստ ապրել առանց որևէ մեկի նկատմամբ պարտավորվածություն ունենալու տեսանկյունից։ Ինչ է լինում, երբ սեփականատերը մահանում է։ Եթե ժառանգները ցանկանում են պահել տունը, պետք է մարեն կուտակված պարտքը։ Եթե չեն կարողանում կամ չեն ցանկանում, տունը կարող է վաճառվել եւ վաճառքից ստացված գումարով մարվել պարտքը։ Այսինքն սեփականատերը կյանքի ընթացքում ստանում է լրացուցիչ եկամուտ, իսկ հետո ժառանգներն են որոշում՝ պահել տունը, վճարել պարտքով թե վաճառել։ Զավակները կարող ասեն, չէ, մենք պահում ենք ձեզ, վճարում ենք, կամ էլ թե չէ, թեկուզ դժվարությամբ ենք պահում, բայց այդ տունը մենք կարող ենք ժառանգել, ինչու է դու հանձնում պետությանը։ Այսինքն այստեղ կարող է նաև զավակների կարծիքները կարևոր, որտեղ իրենք կարող են նեղանալ, դժգոհեն, որտեղ իրենք կարող է ուզում են այդ տուն ունենալ իրենց աչքի առաջ 10 տարի հետո, 5 տարի հետո կամ չգիտեմ ինչ որ մի ժամանակ հետո սովորաբար այդպես է, չէ՞։ Մարդիկ պահվանից առաջ կամ ժառանգության կտակ են թողնում, կամ նվիրատվություն են կատարում, այդտեղ նաև կարևոր է այդ սխեման։ Հայաստանն այս մեխանիզմը վերցնում է միջազգային փորձից։ Միացյալ Նահանգներում օրինակ գործում է 62 եւ ավելի տարեկանների համար նախատեսված տան սեփական կապիտալի փոխակերպման հիպոթեկ։ Այստեղ եւս պարտքը տարիների ընթացքում աճում է, սակայն եթե այն գերազանցում է տան արժեքը, այդ տարբերությունը ժառանգների վրա չի դրվում։ Այն ծածկվում է հիպոթեկային ապահովագրությամբ։ Հայաստանում նույնպես գործում է ոչ ռեգրեսային սկզբունքը։ Բանկը չի կարող պակասող գումարը պահանջել ժառանգների այլ գույքից։
Պարզապես կարծում եմ, որ շատերի մոտ դեռ հոգեբանական խնդիր կա, գուցե անվստահություն նաև կա, պետական մարմինների նկատմամբ, որ եւ այլն, կամ իրավաբանական առումով անվստահություն կա։ Պետությունը պիտի այդ մասը ավելի պարզաբանի, ավելի հետաքրքիր դարձնի, իրավական ձևերը թույլատրի հասանելի լինեն, պայմանագրերը ինչպեսին պետք է լինեն, պարտավորվածությունը, որ կառավարություն փոխվելուց ինչ որ մեկը չի գա, նոր կառավարությունը չի փոխի այդ որոշումները։ Բայց ամերիկյան համակարգում այդ պաշտպանությունն ավելի հստակ է։ Ժառանգը որոշ դեպքերում տունը կարող է վաճառել նույնիսկ դրա գնահատված արժեքի 95%-ի դիմաց, իսկ մնացած պարտքը ծածկվում է ապահովագրությամբ։ Այսինքն երկու երկրում էլ ժառանգները պաշտպանված են լրացուցիչ պարտքից, սակայն Միացյալ Նահանգներում այդ պաշտպանության մեխանիզմն ավելի մանրամասն է կարգավորված։ Ի վերջո, հետադարձ հիպոթեկի տրամաբանությունը պարզ է, մարդը տունը չի վաճառում, դրա դիմաց գումար է ստանում, բայց դրա հետ մեկտեղ պարտք է ձևավորվում, որը ժամանակի ընթացքում աճում է։ Իսկ թե որքան գումար կստանա սեփականատերը, որքան պարտք կկուտակվի եւ վերջում ինչ կմնա ժառանգներին, կախված կլինի կոնկրետ պայմանագրից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում Վաշինգտոնն ունի 3 հիմնական ռազմավարություն։ Նրա խոսքով առաջին տարբերակը գործող քաղաքականությունը շարունակելն է, երկրորդը Իրանի դեմ շատ ավելի կոշտ քայլերի դիմելը, իսկ երրորդը տնտեսական ճնշումների միջոցով առավելության հասնելը։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ տնտեսական ճնշում է գործադրում Իրանի նկատմամբ եւ վերահսկում է Իրանի ֆինանսական միջոցների մի մասը։ Դամասկոսի դատարանը հեռակակարգով մահապատժի է դատապարտել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին։ Ալ-Արաբիայի փոխանցմամբ Ասադը մեղավոր է ճանաչվել սպանություններին եւ խոշտանգումներին առնչություն ունենալու համար։ Հիշեցնեմ, որ Ասադը Սիրիան լքել էր 2024 թվականի դեկտեմբերին, երբ ընդդիմադիր զինված խմբավորումները մտել էին Դամասկոս։ Երկրում իշխանության փոփոխությունից հետո 2026 թվականի հունվարին Ահմեդ Ալ-Շարան հռչակվել էր Սիրիայի անցումային շրջանի նախագահ։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից փոխհատուցում է պահանջելու այն մարդկանց համար, որոնք նրա խոսքով սպանվել կամ վիրավորվել են տարբեր օրերի բախումների եւ պայթյունների հետևանքով։ Թրամփը նաև պահանջում է փոխհատուցում վճարել Իրանում վերջին 50 տարիների ընթացքում ցույցերի ժամանակ սպանվածների ընտանիքներին։ Միացյալ Նահանգների նախագահը սոցցանցում գրել է, որ իր ներկայացուցիչներին հանձնարարել է այդ պահանջը ներառել Իրանի հետ հետագա բանակցությունների օրակարգում։ Մինչ Վաշինգտոնը նոր պահանջներ է ներկայացնում, Թեհրանը խոսում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով նեղուցում նավագնացության նոր ուղիների հարցում կողմերը մոտ են վերջնական համաձայնությանը, սակայն սա դեռ չի նշանակում, որ Հորմուզը կվերաբացվի։ Թեհրանը շարունակում է պնդել, նավագնացությունը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները կատարի Իրանի հիմնական պահանջները, դադարեցնի ռազմական գործողություններն ու սպառնալիքները եւ վերացնի պատժամիջոցները։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Միացյալ Նահանգներին մեղադրել է պատժամիջոցներից կախվածության համար։ Նրա խոսքով Վաշինգտոնը, երբ չի կարողանում դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրները, դիմում է պատժամիջոցների, իսկ դրանց ձախողման դեպքում խստացնում դրանք։ Բաղային հայտարարել է, որ Իրանը տասնամյակներ շարունակ ապացուցել է, որ նման ճնշմամբ հնարավոր չէ իրեն խեղդել։ Իսկ մինչ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցություններն ընթանում են, Թեհրանը փոխում է նաև իր ռազմական ղեկավարության կազմը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին նոր նշանակումներ է արել երկրի զինված ուժերում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Ահմադ Վահիդին, նրա տեղակալ Մոսթաֆա Իզադին։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, իսկ նրա տեղակալ բրիգադային գեներալ Կիումար Սեյդարին։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական։ Ավելի վաղ այդ խորհրդի քարտուղար էր նշանակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար Մոհսեն Ռեզային։ Իրանի արտգործնախարարն Ուկրաինայից փոխհատուցում է պահանջում հուլիսի 25-ին Կասպից ծովում իրանական առևտրային նավին հարվածելու համար։ Թեև Կիևը հայտարարել է, որ հարվածը միտումնավոր չի եղել, Թեհրանը չի ընդունում այդ բացատրությունը։ Իրանական կողմի տվյալներով միջադեպի հետևանքով 1 նավաստի զոհվել է, եւս 1-ը վիրավորվել։ Տարածաշրջանում լարվածությանը զուգահեռ Իսրայելը հայտարարում է տեխնոլոգիական հավակնությունների մասին։
Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է արհեստական բանականության ոլորտում դառնալ համաշխարհային տերություն։ Նրա խոսքով երկիրը արդեն առաջատար դիրքեր ունի գյուղատնտեսության, բժշկության եւ բժշկական տեխնոլոգիաների ոլորտներում եւ նույնին ցանկանում է հասնել նաեւ արհեստական բանականության ոլորտում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 175,000 վիզա է չեղարկվել։ Պատճառները տարբեր են՝ վիզային ռեժիմի խախտումներից եւ հանցագործություններից մինչեւ խարդախություն ու ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ։ Գերատեսչության տվյալներով վիզաների զգալի մասը չեղարկվել է հարձակումների, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, գողության եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով։ Մյուս դեպքերը կապված են եղել սեռական հանցագործությունների, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խարդախության եւ յուրացումների հետ։ Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 132, վիրավորվել 570 մարդ։ Երկրի 32 քաղաքներում հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։ Ամենածանր իրավիճակը Պերեյրայում եւ սուրճի արտադրությամբ հայտնի շրջաններում է, նաեւ Վալե դել Կաուկա եւ Չոկո դեպարտամենտներում։ Երկրաշարժը վնասել է ավելի քան 1500 բնակելի շենք, որոնցից 61-ն ամբողջությամբ ավերվել են։ Վնասվել են նաեւ բժշկական եւ կրթական հաստատություններ, ճանապարհներ ու օդանավակայաններ։ Սեդակ Յուրեղյան, Սվետլանա Պետրոսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։